Բարի օր, սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ձեզ ողջունելու մեր տաղավարից, ժամը 10-ն է եւ դա նշանակում է, որ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում ամենապոզիտիվ, ամենաինֆորմացիոն բարի լույսը։ Այսօր սեպտեմբերի 30-ն է, աշնան առաջին ամսվա վերջին օրը։ Եվ սեպտեմբերի 30-ին է ծնվել հայ ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։ Մալյանի առաջին ֆիլմերը եղել են նվագախմբի Տղաները, Ճանապարհ դեպի կրկես, Միսյո Ժակը եւ ուրիշները, իսկ նրա եռանկյունի ֆիլմը շրջադարձային էր ազգային նոր բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար։ Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը եւ ռեժիսորական նուրբ ճաշակը։ Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շահկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին։ Մալյանի կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մասուրյանը։ 1980 թվականին Հայ ֆիլմ կինոստուդիային կից ստեղծվել է կինոդերասանի թատրոն ստուդիան։ Իսկ սեպտեմբերի 30-ին իր ծննդյան տարեդարձն է նշում նաև կինոյի եւ նորաձևության աշխարհում անկրկնելի վարպետությամբ փայլած Մոնիկա Բելուչին։ Նա համարվում է իտալական կինոյի խորհրդանիշը։ Դերասանուհու մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ, որը հաղորդման ընթացքում անպայման դիտելու ենք, իսկ մինչ այդ առաջարկում եմ ընդմիջենք, լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա զրուցակցին։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք թողարկումը, նշեմ, որ այսօր նշվում է նաև թարգմանության միջազգային օրը։ 2017 թվականին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան իր հերթական նիստի ժամանակ միաձայն ընդունեց բանաձևը, որով կարևորվում էր մասնագիտական թարգմանության դերը ժողովուրդների միավորման, խաղաղությանը նպաստելու, ըմբռնման եւ զարգացման գործում, եւ սեպտեմբերի 30-ը հայտարարվեց որպես թարգմանության միջազգային օր։ Շնորհավորում եմ բոլոր թարգմանիչներին միջազգային օրվա հետ կապված եւ ասում շնորհակալություն, քանի որ ձեր աշխատանքը ահռելի է եւ ձեր շնորհիվ է, որ մենք կարողանում ենք համաշխարհային գրականությանը ծանոթանալ մեր մայրենի լեզվով։ Իսկ ես արդեն ներկայացնեմ, թե այսօր ում հետ ենք զրուցելու։ Այսօր մեր հյուրն է գրող, արձակագիր, աստվածաբան, Էդիթ Պրինտ հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար եւ առիթից օգտվելով շնորհավորեմ իմ ընկեր եւ գործընկեր թարգմանիչներին այս մասնագիտական տոնի առթիվ։ Պարոն Սամվելյան, եւ մեր զրույցը միջ բուն զրույցին անցնելա, մեր ավանդական հարցով սկսենք զրույցը, քանի որ մեր տաղավարում առաջին անգամ ենք, այս հարցը առաջին անգամ եմ ձեզ տալու, ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Երկու բանով, սուրճով եւ մեքենաների աղմուկով, որովհետեւ հենց լույսը բացվում է, Երևանում ահավոր աղմուկ է սկսում, մեքենաների բոլորը շտապում են, այնպես որ շատ չես կարողանում կենտրոնանալ, հա, առավոտը վայելելու վրա, որովհետև ինքդ էլ է շտապում արդեն աշխատանքի։ Դուք գրող եք, արձակագիր, նաև թարգմանիչ, ձեր կարծիքով ինչ հատկանիշներ պետք է ունենա ժամանակակից գրողը, որպեսզի եւ հարմարվի ժամանակի պահանջների եւ նաև ընթերցողը, այսպես ասած, նրան վստահի եւ ընթերցի։ Դա շատ մեծ հարց է, բայց այդ հարցի հիմքում մի քանի կետեր կան, հա, որոնք պետք է իմ կարծիքով ոչ միայն ժամանակակից գրողը, այլ բոլոր ժամանակների գրողը պետք է այդ հատկանիշները ունենա։ Առաջինը լավ գրելու համար պետք է շատ ընթերցած լինի մարդը։ Գրողներ կան, որ կարծում են, թե ընթերցել իրենց խանգարում է, բայց միանշանակ ոչ, որովհետև շատ ընթերցելու արդյունքում, շատ կարդալու արդյունքում երբեմն մարդիկ կան, որ հասկանում են, որ կամ չարժե գրել, կամ հասկանում են այն, ինչ որ իրենք մտածում են, որ այդ ոճը, ձևը, ասելիքը, ինչ որ իրենք ներկայացնում են, նոր չի, թերևս, կամ այդ հարցերին արդեն բազմիցս անդրադարձել են։ Եվ երկրորդը, երբ որ արդեն գրում ես, բնականաբար շատ ընթերցելը օգնում է եւ բառապաշարի առումով եւ ասելիքը, այսինքն այդ ընթերցածի նստվածքը օգնում է, որ ասելիքդ յուրովի ձևավորվի, քո ոճը ստեղծվի եւ այդպես ներկայանաս ընթերցողին։ Կարող եմ վստահ ասել, որ յուրաքանչյուր գրող գրելիս առաջին հերթին չի մտածում ընթերցողի մասին, նա ինքը իր հույզերը կամ չգիտեմ այն հարցերը, ինչ որ ինքը կարևորում է, որ պետք է անդրադառնա, առաջինը ինքը հանձնում է թղթին կամ համակարգչին, հա, այնպես ինչպես ինքն է ճիշտ համարում կամ այնպես ինչպես ինքն է կարողանում եւ դրանից հետո նոր այդ ամեն ինչը ներկայացնում է ընթերցողին։
Բայց այսօրվա աշխարհը այնպես է դարձել, որ միշտ չի որ լավ գրելը բավական է ընթերցվելու համար, այսինքն պետք են գործիքներ, հա, չգիտեմ, գովազդային, մարքեթինգային, որպեսզի ընթերցողին հասցնես քո ստեղծագործությունը, քո գիրքը կամ չգիտեմ, վեպը, դրա համար բնականաբար չի կարող գրողը եւ լինի շատ լավ գրող եւ շատ լավ մարքեթինգի, հա, դրա համար ուրիշ գործիքներ են կիրառվում, սակայն այդ գործիքների միջոցով միշտ չի որ լավ գրականությունն է հասնում ընթերցողին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ընթերցողների քանակը Հայաստանում բավականին քիչ է, թեպետ եթե համեմատենք, ասենք 7 տարվա, 8 տարվա հետ, առաջվա հետ, բնականաբար շատացել են, իդեպ շատացել են ոչ թե ընթերցողները, շատացել են հայերեն ընթերցողները եւ շնորհիվ հենց այդ թարգմանիչների, որ համաշխարհային գրականությունը արդեն հայերենով հասանելի է մեր ընթերցողներին, ցավոք սրտի ընթերցողների տարիքն էլ 15-ից մինչև, ասենք, խոսքս գեղարվեստական գրականության, հա, ընթերցանության մասին է, այնպես որ այդ նեղ եւ փոքր դաշտում այսքան շատ գրողները պետք է կարողանան իրենց ստեղծագործությունը առաջին այսպես ասած հասցնել ամեն ինչ քանի որ ժամանակի ընթացքում ահա այսօր մի բանը հայտնի է կարդում են բայց եթե մնայուն արժեք է ավելի երկար կշարունակեն հա կարդալ եթե այտենց ուղակի պահի տակ բում է անում կարդում են խոսում են այդ գրքի մասին կամ հեղինակի մասին հետո անցնում գնում են Նշեցիք, որ հիմա ժամանակակից գրողները պետք է ոչ միայն լավ գրող լինեն, այլ նաև օգտվեն այդ պահանջներից, կարողանան գովազդել, բայց հակառակ, երբ որ դիտարկում ենք, դասական գրողները այդ ժամանակ չի եղել այդ հնարավորությունները եւ չեն կարողացել իրենց գովազդել, բայց մինչեւ հիմա նոր սերունդը կարողանում է իրենց գրականությունը կարդալ առանց գովազդելու։ Միայն դա կարող ենք ժամանակի պահանջների համեմատ համարել այդ խնդիրը։ Այնպես չի, որ այն ժամանակակից գրողները ովքեր այսօր մեր համար դասականներ են, այդպես շատ ընթերցվել են։ Եվ այնպես չի, որ այն ժամանակ էլ ընթերցողները շատ են եղել։ Հաշվի առնենք այն փաստը նաև, որ անգամ շատերը տառաճանած չեն եղել, հա, ասենք, չգիտեմ, 2 դար առաջ ենթադրենք, կամ այս տարածաշրջանի բնակչության մեծ մասը գյուղաբնակներ են եղել եւ ընդհանրապես զուտ տառաճանած չեն եղել, դրանց հասանելի չի եղել կարելի ասել, այսինքն ընթերցողների մեծ մասը քաղաքներում ա եղել, ինչ որ հատուկ խավ ա եղել մարդկանց եւ ցավոք սրտի շատ գրողներ իրենց արդեն կենթանությունից հետո ավելի շատ հրճակ ձեռք բերեցին, բնականաբար կային այնպիսիները, որոնք ընդունված էին, տարածվում էին, այն ժամանակ մարդիկ մամուլ էին կարդում եւ այսինքն քանի որ գրքերը հասանելի չէին, մամուլը ավելի հասանելի էր եւ շատ գրողներ իրենց ստեղծագործությունները անգամ բաժին եւ ոչ միայն Հայաստանում, ասեմ, անգամ վեպեր են տպագրվել մամուլում, օրինակ Ժուլ Վերնը իր ստեղծագործությունները մաս թերթերում տպագրել է շատ-շատերը եւ Եվրոպայում եւ Ամերիկայում, որ տեսնեք, օրինակ գրքերը որ բացեք, գրած առաջին անգամ տպագրվել է, չգիտեմ, այսինչ ամսագրում, այս թվականից այն թվականը այսինքն գործիքները կային, հետո դրանից հետո նպաստեց, որ ենթադրենք սովետական շրջանում այն գրողները ավելի շատ ընթերցվեցին, ովքեր պետական աջակցություն ունեին, պետական աջակցություն ոչ միայն ֆինանսապես նկատի ունեմ, այլ նաև այդ քարոզչական առումով, այն ժամանակվա PR-ը պետական էր։ Այնպես որ միշտ ինչ-որ գործիքներ գտնվում են, որ հասանելի դարձնեն ինչ-որ մեկի գրականությունը կամ ինչ-որ մեկը հասանելի դարձնի իր ստեղծագործությունները ընթերցողներին։ Իսկ ո՞րն է այսօրվա գրողի հիմնական ասելիքը եւ կարող ենք ասել, որ եթե գիրքը լավ վաճառք է ունենում եւ շատ են ընթերցում, ուրեմն այդ գիրքը հաջողված է։ Չէ, դա չի չափանիշը, լավ գրականության չափանիշը միանշանակ դա չի։ Տեսեք, ինչ պետք է ասեմ, տվյալ ժամանակաշրջանում ապրող գրողի իմ կարծիքով առաջին, հա, այսպես առաքելությունն է, որ կապ չունի ինչ է գրում, բանաստեղծություն է գրում, չգիտեմ, թրիլեր է գրում, պատմվածք է գրում, միշտ այդ ենթատեքստերում, եթե ոչ ուղղակիորեն, հա, իր ստեղծագործության բովանդակությունը, ապա իր ժամանակաշրջանի խնդիրներին պետք է
անդրադառնա առաջին հերթին հասարակական խնդիրներին, որովհետև երբ դասականներին կարդում եք, իրենք նույն Թումանյանը, նույն Գրիգոր Զոհրաբը իրենց ստեղծագործություններում անդրադարձել են իրենց ժամանակի նիստուկացի խնդիրներից սկսած մինչև ավելի մեծ խնդիրներ, այսինքն գրողի չես կարող ապրել մի ժամանակում եւ չանդրադառնալ, անգամ պատմական վեպ էր գրելիս 21-րդ դարի հայ գրողը, լավ, այսպես օրինակը բերեմ, օրինակ Արշակ երկրորդի մասին Ստեփան Զորյանը եւ ուրիշ գրողներ ուրիշ ձև են գրել, հա, այսինքն որ իրենց ժամանակի լեզվով, իրենց ժամանակի տեսանկյունից պետք է ներկայացնեն անգամ պատմական ստեղծագործությունները։ Ինչու, որովհետև առաջ գոնե այդ կարծիքը կար, որ գրողի խոսքը եւ գրողի խոսքի եւ ձևը եւ խորությունը, հա, շատ ավելին պետք է լինի, քան առօրյա խոսակցություններում ճակերտավոր ճշմարտությունների հասնելը։ Բայց ժամանակին մարդիկ ուշադիր էին գրողի խոսքին, այսինքն գրականությունը միայն լավ սյուժեն չէր, հետաքրքիր սյուժեն չէր, որ կարդան, վայ տեսնեն ինչա լինում վերջում, կամ գրականությունը միայն կարդալ, հուզվել, փակել, մի քանի օր մնալ այդ ազդեցության տակ եւ անցնել առաջի չի։ Գիրքը եւ ընթերցանությունը առհասարակ մի քանի շերտեր ունի, սկսած կրթականից մինչև ժամանցային։ Ես միշտ ասում եմ այն մարդկանց, ովքեր ինչ որ ասում են, վայ, գիրք կարդալը ժամանակ չունեն գիրք կարդալ, ասում գիրք կարդալը այնպես ինչպես թատրոն, հա, թատրոնում ներկայացում նայելը, ինչպես որ համերգ եք գնում, լսում կամ թեկուզ անգամ ականջակալով դուք երաժշտություն եք լսում ոչինչ չանելով մի ժամ, կամ ֆիլմ եք նայում կինոթատրոնում կամ ուղղակի ձեր բազկաթոռին հենված, այդպես էլ պետք է դուք դիտարկեք որպես օգտակար ժամանցի միջոց։ Եթե անգամ մնացած բաներին չեք անդրադառնում, ասենք օգուտներին, որովհետև գրքի բերած օգուտը դու միանգամից չես զգում, այլ ժամանակի ընթացքում ինքնաբերաբար է լինում, որովհետև ոնց ուզում ես նայիր, ընթերցած, կարդացած մարդը միշտ երկու բառ հետո արդեն տարբերվում է, հա, սովորական խոսակցությունների ընթացքում անգամ։ Երբ որ նշեցիք շատ ժամանակ ընթերցողները ժամանակ չեն ունենում գրքեր ընթերցելու, այլ տարբերակ են ընտրում, օրինակ էլեկտրոնային գրականություն կամ աուդիո գրականություն։ Ձեր կարծիքով դա նորմալ է եւ ճիշտ է, թե ամեն դեպքում պետք է գիրքը թերթես, ընթերցես։ Դե տեսեք, առաջ թղթի վրա են գրում, հիմա համակարգչի մեջ են գրում, այսինքն կապ չունի, հա, էլեկտրոնային տարբերակով կկարդաս, թե այսպես տպագիր կկարդաս, աուդիո գրքի ազդեցությունը ուրիշ է։ Մարդիկ կան, որ այո, ժամանակ չունեն, սիրում են լսելով, բայց իր ազդեցությունը զուտ, այսպես ասած, օրգանների վրա տարբեր է լինում, քան ընթերցելը, որովհետև վիզուալ, երբ որ դու ինչ-որ բան ես տեսնում, ընկալում քո օրգանիզմը ուրիշ է, աուդիոով ուրիշ է, օրինակ ես չեմ կարողանում լսել, բայց մարդիկ կան, իրենց շատ հարմար է, այնպես որ այդ ինֆորմացիայի կլանման աղբյուրները կարող են տարբեր լինել, չես կարող ասել միայն տպագիր պետք է լինի գիրքը եւ դե այդպես չի, բայց բոլոր, այսպես ասած, հաշվումներով տպագիր գիրքը դեռ հաղթում է, որովհետեւ ինչու, որովհետեւ մարդիկ սիրում են ենթադրենք գրադարան հավաքել իրենց սեփական, բայց մարդիկ ասում են, չի, ես ավելի լավ է Kindle ունենամ, որովհետև ես այստեղ այնտեղ եմ շշուտ գնում, իմ Kindle-ի մեջ իմ գրադարանը լինի, կամ մարդիկ ասում են, ես առհասարակ ընթերցելու ժամանակ չունեմ, ավելի լավ է ես լսեմ եւ ենթագիտակցության շերտերում ստվածք տա, նայած ինչի համար ես ուզում անել։ Ասում գիրք կարդալը բոլոր տարբերակներով տարբեր ազդեցություն ունի եւ սկսած չգիտեմ, բառապաշարի մեծացումից, սկսած երևակայության մեծացումից, այդ ամեն ինչը ոչ միայն օգնում է գրողին լավ գրելու համար, այլ մարդուն առհասարակ զարգացման գործում, չեմ ասում, երբ դու գիրք ես կարդում, քո ներսում ապրումակցումն է, հա, մեծանում, որտեղ դու ինչ-որ չափով ապրում ես նաև այդ հերոսի հետ, խոսքս արձակի մասին է բնականաբար, այնպես որ շերտերը տարբեր են, բայց բոլոր մեթոդները եւ միջոցները կարդալու եւ լսելու միջոցով կարդալու, այսպես ասենք, ընդունելի են։
Պարոն Սավելյան, երբ որ խոսում ենք գրողների թեմաներից, որոնք նրանք հիմնականում անդրադառնում են, կան հայ գրողներ եւ կան թեմաներ, որոնց հիմա ժամանակակից գրողները քիչ են անդրադառնում, բայց շատ կարեւոր է, որ պետք է անդրադառնան։ Կարևորության առումով չգիտեմ, բայց մեր մոտ կան ժանրեր, որ ավելի շատ են զարգացած եւ կան ժանրեր, որ թույլ են, բայց քայլեր ձեռնարկվում են, որպեսզի խթանեն զարգացմանը, առավել եւս երիտասարդների շրջանում, օրինակ մեր մոտ ֆենտեզի գրականությունն է թույլ զարգացած, որը դեռահասների շրջանում ամենասիրված եւ ընթերցված ժանրերից մեկն է, ֆանտաստ գրականությունն է, օրինակ համաշխարհային դեմքեր կան, չէ, Այզեք Ազիմովն է կամ Հերբերտ Ուելսն է, այդպես հայկական միջավայրում չկան, եղել է իհարկե շրջան, որ մեր մոտ է զարգացած եղել, ինչ որ չափով պատմվածքներ, վեպեր գրվել են, բայց ինքը շատ տենց մոռացության է մատնվում, որովհետև իրականում այնքան արագ է այդ գիտության, հա, զարգացումը աշխարհում, որ պետք է այդ նա կարող է այսօրվա ընթերցողին հետաքրքիր չլինի, ենթադրենք 100 տարի առաջ գրած ֆանտաստ գրողի ստեղծագործությունը, իրեն հետաքրքիր է այդ միջոցները, մեթոդները, ինչ որ տարածված են, դրանց շուրջ ֆանտաստիկ գրականություն կարդալ։ Որ ասեմ, դետեկտիվ գրականությունը շատ զարգացած է, սուտ կլինի, այտենց հատուկ են գրողներ կան, որ ոչ միայն փորձում են գրել, այլ լավ են կարողանում գրել, որովհետև դետեկտիվ գրականությունը իր, այսպես ասած, օրենքները ունի գրելու, օրինակ Ագաթա Քրիստին տվել է այդ օրենքները, որոնք են եւ ընդհանրապես դետեկտիվի sense ակումբ, որով սահմանել է, հա, ոնց պետք է լինեն սկզբունքները, մեր մոտ զարգացած չի, ինչ որ թրիլեր ժանրում որոշակի շարժ նկատվում, մեր մոտ ավելի շատ զարգացած է սիրային, կենցաղային, հասարակական, բողոքի, այսպես ասած, ձայնը, որ լսվում է, վատ չի դա, որովհետև կյանքի գրականությունն է եւ այսօր ապրող մարդը հնարավորություն ունի այլ դիտանկյունով տեսնելու այն ժամանակաշրջան, այն միջավայրը, որտեղ ինքը ապրում է, այն խնդիրները, որոնց հետ ինքը բախվում է եւ այն խնդիրները, որոնք լուծում են ուզում ունենալ։ Լինելով Edit Print հրատարակչության գլխավոր խմբագիր, ինչ եք նկատում ներկայիս սերունդը, ինչ գրքեր է ավելի շատ սիրում կարդալ։ Դե քանի որ ես շեշտեցի ընթերցողների շրջանակ, այսպես ասած, ինքնուրույն արդեն, հա, կա տարիք, երբ որ դու ավելի շատ խորհրդով ես ընթերցում, օրինակ կամ կա տարիք առավել եւս այն ամենասկզբին, եթե նայում ենք, մեր համար կարդում են մեր ծնողները, կլինի հեքիաթ կամ չգիտեմ մանկապարտեզում են հնարավոր է կարդում, օրինակ ես որ դպրոց էի ժամանակին գնում, առաջի երկրորդ դասանում մեր ուսուցչուհին մեր համար կարդում էր անգամ։ Հետո արդեն գալիս է այն շրջանը, երբ որ դու քեզ խորհուրդ են տալիս եւ ուսուցիչները եւ սկսում ես հաճախել գրադարան, այսինքն արկածային գրականության շրջանն է գալիս, պատմական գրականության շրջանը, ինչու, որովհետեւ այդ տարիքն է, երբ որ մարդու երևակայությունն է ձևավորում եւ կա արդեն մի փուլ, եւ մարդը ինքն է ընտրում ինչ կարդալ։ Դա է հավանաբար գալիս է 13 տարեկանից հետո, 14 տարեկանից հետո եւ սկսում է մինչեւ 30 տարեկան կարելի ասել ընթերցողների տոկոսային առումով ամենաշատ, հա, նրանք են, ովքեր այդ տարիքում են գտնվում, իրենք մեծամասամբ ասեմ, իհարկե ոչ բոլորը, սիրում են կարդալ թեթև գրականություն։ Դա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, մարդիկ այսօր ժամանակ չունեն հավանաբար շատ խորանալու, ուզում են թեթև ինչ-որ բան կարդալ, հուզվել անցնել առաջ։ Մարդիկ շատ կարդում են դետեկտիվ, դրա պատասխանը ես չեմ կարող ասել, որովհետև 13 տարեկանում, երբ որ դու առնվազն 10 դետեկտիվ գիրք ես կարդացած լինում, ինձ հետաքրքիր է եղել միշտ ինչն է դրդում, որ բացի սյուժեի զարգացման, երբ որ դու հա ինքդ փորձում ես օրինակ հանցագործին գտնել այդ, այնտեղ մի քիչ տեսարաններ կան, որ դաժան են։ Սիրային գրականությունը միանշանակ միշտ ուժի մեջ է։ Ընթերցում են այն գրքերը, որոնք պարտադիր են, կարելի ասել, դպրոցական շրջանում հայ դասականներին, բայց մի միտում կա, որ մարդիկ հիմա ավելի շատ նաև վախենում են ծավալից, այն գիրքը, որը մի քիչ ծավալային առումով
մեծ է եւ քիչ է գովազդվել, որովհետեւ կան գրքեր, որոնք ծավալային առումով այսպես ասած հաստ են եւ բայց լավ գովազդված են, դրանք կարդում են այդ ստեղծագործությունները, հետո կարդում են նաեւ այն ստեղծագործությունները, որոնք ավելի փոքր ծավալի մեջ իրենց ավելի շատ հարցերի պատասխաններ կտան։ Մարդիկ այսօր շատ են պատրաստի սիրում, դրա համար շատերը նման գրականություն են, այսինքն ժամանակ չծախսեն ինքնավելուծության, ամեն ինչ վերլուծած լինի, իրենք մենակ հետևեն կամ չհետևեն, հա, դրան։ Այդ գրականությունն է շատ ընթերցվում, բայց կա նաև մի այսպեսի խումբ, որը էլի փոքր չի, որ լուրջ գրականություն է կարդում կամ սկսել է ինչ-որ X թեթև գրականությունից, բայց ինքը զարգացնում է իր ընթերցման որակները, հա, իր խորացման աստիճանները, դա նորմալն է, դա բնականն է, դա ճիշտն է նաև, որովհետև չես կարող 6 տարի անընդհատ մի ձևի գրականություն կարդալ կամ նույն հեղինակին չի, որ միշտ պետք է կարդալ, սա որ սիրում ես։ Եվ ամենակարևորը, ինչպես նշեցինք, հենց այդ սկիզբն է եւ շատ հաճախ ինչ խորհուրդ կտաք նաեւ այն մարդկանց, ովքեր գեղարվեստական գրականություն չեն կարդացել եւ առաջին անգամ ցանկանում են կարդալ, ինչ գրքից սկսել, որպեսզի շատ հաճախ նաեւ չհիասթափվեք գրականությունից, սխալ գիրք ընտրելով միանշանակ այդ խնդիրը կա, երբ որ առավել եւս խորհուրդների միջոցով կամ գովազդի միջոցով ինչ-որ գրքեր են տեսնում, վերցնում են, ուզում են կարդան, բայց հիասթափվում են ճակերտավոր, ինչի ճակերտավոր, որովհետեւ միշտ չի որ դրանում մեղավոր է գիրքը, դրանում մեղավոր է այն մարդիկ, ովքեր հաշվի չեն առել այդ ընթերցողը ինչ ընթերցման բազա ունի, ինչ տարիքի է, առհասարակ ինչ է նրան հետաքրքրում, այսինքն ես հիմա չեմ կարող ասել մի գիրք, որը բոլորը պետք է կարդան, ամենալավ գրքերը, եթե դու կարդաս սխալ տարիքում, սխալ բազայով, դու կարող ես հիասթափվես, իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարդացել առհասարակ, ճիշտ ասած չգիտեմ, լավ, ասենք թե 13-14 տարեկան է, ես առանց վարանելու կարամ ասեմ, որ ամոթ չի, կարող են սկսել հեքիաթներից։ Ինչու հեքիաթներից, որովհետև շատերին թվում է, թե հեքիաթները միայն փոքրիկների համար են, եւ հեքիաթները միայն պետք է կարդան մեզ համար, երբ որ մենք փոքր ենք կամ քնում ենք, բայց այդպես չի, որովհետև ենթադրենք օրինակ Հանս Քրիստիան Անդերսենը նեղվում էր, երբ որ իրեն ասում էին դու մանկագիր ես, ինքը հեքիաթագիր էր, բայց ինքը մանկագիր չէր, այսինքն հեքիաթները բոլոր տարիքի համար են, որովհետև հեքիաթներում բացի, այսպես ասած, սիրելի սյուժեն, կա իմաստություն, կա ժողովրդի իմաստությունը, եթե դու կարդում ես ժողովրդական քեզ տալիս է չարու, բարու, այսպես ընկալման ուղղությունները, նոր դրանից հետո թող մարդիկ սկսեն արդեն կարդալ, եթե միանգամից շատ ներողություն մարդը գիրք չի կարդաց, ասել այ կարդա Նիչեի այսպես խոսեց Զրադաշտը, ինչու, որովհետև դա շատ մոդայի գիրք է, որովհետև երբ որ դու ընդամենը մի էջ կարդաս, դու թեթև այդպես ինչ-որ արտահայտություններ ես կարդալու, որ դիպուկ այսպես դու պետք է հետևես այդ խոսքերին, այդ մարդու համար անհասկանալի է լինելու, որովհետև այդ մարդը սովորական ամենապարզ փիլիսոփաներին չի կարդացել, չգիտի փիլիսոփայությունը ինչ է, որովհետև դու կարող է ու շատ հնարավոր է, որ Նիչեի ասածը ուրիշ ձև ընկալես, քան ինքը նկատի է ունեցել։ Թող ուղղակի վստահեն յուրաքանչյուր մարդ, ես ասում եմ, այդ ծանողին եթե դնում ենք մի կողմ, որ առաջի խորհրդատուն պետքա լինի ըստ օրենքի երեխայի եւ առաջի օրինակը պետքա լինի առհասարակ տանը ընթերցելը ասես երեխայի մեջ սերմանելու գործում, պետք է մարդիկ գրանցվեն իրենց գրադարաններում, պետք է առաջին խորհրդատուն նաեւ գրադարանավարը պետք է լինի իրենց գրականության ուսուցչուհին պետքա լինի, նաեւ արդեն դրանից հետո գալիս են եթե մարդը ուզում է սեփական գրադարանը հավաքի, գրախանութից ձեռք է բերում գրքի խորհրդատուները։ Այսինքն շատ կարող են լինել եւ բոլորը կարող են ազդել, բայց առաջի խորհրդատուն ինքը դու կարող ես լինել, որտեղ եթե դու գիտես ինչ ես ուզում կարդալ, այսօր տեխնոլոգիական միջոցները փառք Աստծո այդ հնարավորությունը տալիս են, դու ընդհանրապես կարող ես, չգիտեմ, արհեստական ինտելեկտին հարց տալ, ասել ես այս տարիքի եմ, ես ինձ հետաքրքիր են այս թեմաները,
ես ուզում եմ կարդալ գրքեր այս թեմայով, ենթադրենք չես ուզում հաստգիր կարդալ։ Կարս նշես, ես ուզում եմ կարդալ գրքեր, որոնք այտենց դե 200 էջը չեն հասնի։ Եվ քեզ այնքան գրականություն կտա կարդալու համար։ Եվ դու նրանից հետո արդեն գնաս գրադարան կամ, չգիտեմ, գրախանութ եւ հարցնես արդեն այնտեղ ես գրքերը ունեն թե չէ։ Առհասարակ կյանքում շատ կարեւոր է իմանալ ինչ ես ուզում։ Առավել եւս գրքի առումով։ Եվ նաև նկատում ենք, որ շատ երիտասարդներ հետաքրքրված են ժամանակակից գրականության բեսթսելերներով, ինչը որ ավելի մոդայիկ է, եւ երբ որ զրուցում ենք շատ հաճախ գրականագետների, գրողների հետ, նրանք նաև կարծիքներ են հայտնում, որ այսպես երբ որ երիտասարդները ավելի շատ նոր գրքեր, նոր գրողների գրքեր ընթերցեն, ժամանակակից գրականությունը այսպեսով կարող է մի օր գալ եւ վերանա։ Ձեր կարծիքը այս առումով։ Այսինքն բեսթսելերները նկատի ունեք դրսից թարգմանած թե այո, եւ հայ գրողների։ Բայց ինչու պետք է այդ դեպքում ավելի լավ կլինի, երբ որ ժամանակակից գրողներին շատ կարդան, հին դասականները, հա դասականները կվերանան։ Չէ, ինձ թվում է ամեն տարիք իր գրականությունը ունի նաև դասականներ կան, որ միշտ են կարդում, օրինակ ես երիտասարդ եմ եղել, կարդացել են հիմիկվա երիտասարդ, օրինակ ոնց կարող ես Տերյան կամ Չարեն չկարդալ։ Հնարավոր է բոլոր հատորները չդնես կարդաս, բայց միանշանակ չես կարող պատմավեպ սիրել եւ ենթադրենք Ռաֆի չկարդալ կամ Ստեփան Զորյան չկարդալ։ Եթե խոսքը հայ դասականներին է, հա, կամ եթե դու նորավեպի ժանրը կարդում ես, առնվազն պետք է ծանոթ լինես Ստեփան Զորյանին կամ չգիտեմ վիպակի ժանրն ես սիրում, Նարդոսին ոնց կարող ես չկարդալ։ Հետո այս դեպքում երբեմն օգնում են նաև ֆիլմերը, որովհետև դասականների ստեղծագործությունների վրա ֆիլմեր են նկարվում, բնականաբար ամբողջովին չեն արտահայտում այն ինչ-որ հեղինակը դրել է իր գրքի մեջ, բայց նաև դրանից մոտիվացվում են եւ կարդում են, նույնը նաև ժամանակակիցների դեպքում է լինում, օրինակ մի սերիալ էին նկարել հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, չէ, անատոլիական պատմությունները, օրինակ, դրանից հետո այսօրվա երիտասարդ ընթերցող սերունդը շատ ավելի հետաքրքրվեց գրքով, սկսեցին կարդալ, բայց ի դեպ ասեմ գիրքը դեռ կար 2000 առնվազն եմ ասում 9 ես 2009 թվականին եմ կարդացել։ Կարող ենք ասել նաև որ ֆիլմերը նույնպես կարող են մեծ ազդեցություն ունենալ այս առումով։ Հա, օգտակարության առումով, բայց միանշանակ դրանք տարբեր բաներ են ընկալումից սկսած մինչև այն ինչ որ իրենք փոխանցում են, ամենապարզ այսպես ասած տարբերությունն է, երբ որ դու ֆիլմը նայում ես, դու տեսնում ես այդ ամեն ինչը այնպես ինչպես ռեժիսորն է պատկերացրել, իսկ երբ որ դու գիրք ես կարդում, ոնց որ հենց այդ ռեժիսորը դու լինես։ Շատ լավ, պարոն Սամվելյան, խոսեցինք ընդհանուր գրականությունից, գրողներից, նաև ցանկանում եմ խոսել ձեր գրական ոճի եւ առանձնահատկությունների մասին, հիմնականում ինչ ոճով եք սիրում ստեղծագործել եւ ինչ հիմնական գաղափար ունեք, որ ցանկանում եք հասցնել ընթերցողին։ Ես կարծում եմ չկա երևի մի գրող, որը իր ստեղծագործելու սկսելուց մինչև իր տարիների ավարտը մի գաղափար ուզենա, հա, հասցնի ընթերցողին։ Ես որպես ստեղծագործող, ասեմ, սկսել եմ պոեզիա գրելուց։ Պոեզիա մի քիչ ավելի վեհ է հնչում, բանաստեղծություն գրելուց եմ սկսել։ Հետո գրել եմ էսսեներ, արձակ բանաստեղծություններ, պատմվածքներ, այս գիրքը 4 փողոց օրինակ իմ պատմվածքների ժողովածուն է, հա, որ ամփոփել եմ։ Գրել եմ վիպակ, գրել եմ վեբ, այսինքն միշտ պետք է իմ կարծիքով գրողի ասելիքը նոր լինի, որովհետև ինչքան էլ ինչ-որ ստեղծագործություն, ինչ-որ ասելիքի մատուցման ձևը սիրելի լինի ընթերցողին, ընթերցողը կհոգնի այդ գրողից, եթե ինքը միշտ նույն բաների մասին խոսի։ Օրինակ ես գրել եմ, այսպես ասած, սկիզբին պատմվածքների, իմ համար կարևորություն եմ դրել այն միջավայրը, որտեղ ես ապրում եմ, այն խնդիրները, որոնց առնչվում եմ եւ ոչ միայն ես եմ առնչվում, այսինքն իմ պատմվածքների հիմնական միջավայրը Երևանն է եղել, սկսած 90-ականներից մինչև մեր օրեր, իմ հետաքրքրությունների եւ ուսումնասիրման թեման մարդն է եղել, առավել եւս հայ մարդը, այսօր ապրող հայ մարդը, ինչ ոչ երիտասարդը, բայց ասենք ունեմ գիրք, որտեղ նաեւ անդրադարձել եմ արտագաղթի թեմային, այսինքն իմ հերոսը մարդ է, որ
ոչ իր կամքով իր ծնողները արտագաղթել են, հետո վերադարձել է, արդեն անկարողությունը նրա, հա, այդ դրսի միջավայրի եւ այսօրվա այստեղի միջավայրում ադապտանալու, բայց վերջի գիրքը, օրինակ, որը մի քանի օր առաջ իդեպ մրցանակ ստացավ, վեպի այդպես մրցույթ կար, մոռացված երկրի զանգեր, ինքը ամբողջովին 1930-ականից մինչև 88 թվականի Նախիջևանին է վերաբերում, հա, միջեթնիկ հարաբերություններին եւ այլն, բայց եթե այդ շրջանին է վերաբերում, չի նշանակում, որ ինքը միայն պատմական վեպ է, որովհետեւ առնչությունները այսօրվա մեր ապրածի, տեսածի հետ ինքնաբերաբար եւ բնականաբար իր միջոցով զուգորդվում են։ Այսինքն իմ ասելիքը մեկը չի, օրինակ մյուս գիրքս, որ պատրաստվում եմ, չգիտեմ երբ տպեմ, ինքը լինելու է ուղեգրություններ, այսինքն տարբեր երկրներում տարբեր sense առնչությունների հետ կապված, ոնց որ հետո ես որ անդրադարձել եմ, իմ ուղեգրություններն են լինելու, իրենք յուրաքանչյուրը ոնց որ պատմվածք լինի, բայց նաև ես ուզում եմ կողքի աչքով դրսին նայեմ եւ դրսի հետ համեմատեմ, հային դրսում ցույց տամ, ընթերցողի համար էլ դա նոր կլինի։ Չեմ կարող մի բան վերցնել, ասես մի գիծ եւ թմբկահարել կամ լացել այդ թեմայով անհետաքրքիր է, իմ համար էլ անհետաքրքիր կլինի այդպես անելը։ Երբեմն պատմություններն են գտնում գրողին, երբեմն գրողներն են գտնում պատմությունները։ Ձեր պարագայում ինչպես է, դուք եք գտնում պատմությունները, թե նրանք ձեզ։ Այդ ճիշտ ժամանակում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելու սկզբունքն է ստվում, առհասարակ գրողը այն սկզբում որ ասում է, որ ներկայացնում ավելի խորությամբ։ Ինքը լավ գրողը նաև իրականությունն է եւ մարդկանց ավելի խորքային տեսնելու ունակություն պետք է լինի եւ պետք է ուշադիր լինի, որովհետեւ անգամ մի արտահայտությունը լսած կամ ինչ որ մի միջադեպը կարող է ինչ որ մի մեծ գործի ստեղծագործության հիմք լինի։ Իմ պարագայում սկսած իմ հիշողություններից մինչև ապրվող կյանքը, այսպես ասած, կարող է հանդես գալ որպես ստեղծագործության հենք, բայց բնականաբար ես կենսագրական չեմ գրում եւ պետք չի միշտ առաջի դեմքից ներկայացնել եւ յուրաքանչյուր գրող պետք է առնվազն երկրորդ շերտի տակ թաքնված լինի, որովհետեւ միշտ այդ հարցը հնչում է, օրինակ այս որ գրել եք ձեր կյանքն է կամ չգիտեմ ձեր մասին եք գրել, բնական է ընթերցողը միշտ ուզում է իմանա այդ հարցի պատասխանը, բայց իմ կարծիքով դա ավելի, բառից բուն իմաստով չէ, բայց ստեղծագործության էժանացնում է եւ արժեքը գցում է, որովհետեւ պետք չի մտնել այդ երկու միջավայրերը խառնել, ընթերցողը պետք է միշտ նայի ստեղծագործությանը որպես ստեղծագործություն, որովհետեւ երբեմն կարող է ընթերցողին ստեղծագործողին ճանաչի եւ չուզի նրա ստեղծագործությունները այլևս կարդալ։ Իհարկե մի ռուս գրող կա Վադալասկին ասում էր միշտ մի փորձեք ճանաչել ստեղծագործողներին, գրողներին, որովհետեւ նրանք կհիասթափվեք, որովհետեւ նրանք իրենց մեջի լավագույնը ներդրել են իրենց ստեղծագործությունների մեջ։ Իհարկե մի քիչ ծայրահեղ է արտահայտվում, բայց ճշմարտության հատիկ կա, որովհետեւ պետք չի խառնել։ Այսօր բոլորը ուզում են ամեն ինչ իմանալ, բայց դրանով տենց հասարականում է եւ գրականությունն է կարող արդեն մարդու ստեղծած ուրիշ աշխով նայես։ Օրինակ իմ ընկերների մի մասը իմ գրածները չի կարդում, որտեղ իրեն թվում է դե գիտենք իրեն էլ կարդում, մենք ինչ անենք, բայց այստեղ ուրիշ բան է, ուրիշ տեսանկյուն է, ես չեմ։ Ու շատ հաճախ լսում ենք, որ գրողը պետք է այնպիսին լինի, այնպիսի ոչ ու ձեռագիր ունենա, որ առանց անունը ընթերցելու գրքի շապիկից միանգամից առաջին իսկ տողերից հասկանաս նրա ձեռագիրը եւ ճանաչես նրան։ Ինչ հիմնական ոչ եւ առանձնահատկություն ունի ձեր գրքերը։ Առաջին մասին ես կարող եմ ձեր ասացի միայն պատասխանել, այո, այդպես պետք է լինի, յուրաքանչյուր գրող պետք է իր ոճը ունենա, դա լավագույնս կարող է լինել գրողի կյանքում, բայց գրողի ոճը կարող է ճանաչել միայն շատ ընթերցողը։ Այսինքն իսկ ես ինչ առանձնահատկություն եմ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, դա կարող է ասել պատասխանել ընթերցողը, գրականագետը, չգիտեմ, իմ ոճը կարող է մի գրքից մյուսը փոխվի նաև։ Նույն ոճով չես կարող, օրինակ այն ոճով ինչ որ ես իմ արձակ բանաստեղծական արձակներն եմ գրել, հա, լավ, այտենց օրինակով ասեմ, օրինակ իմ արտագաղթած կարոտը գրքի ոճով ես չէի կարող գրել մոռացված երկրի զանգերը, որովհետև բացարձակ տարբեր բաներ են դրանք։
կամ այն ոճով ինչ որ ես գրել եմ իմ պատմվածքները, չէի կարող գրել իմ հայելապատում վեպը կամ զգուշացեք դռները չեմ փակում վիպակը։ Դա լրիվ համասելիքն է տարբեր համ պես ժանրային, հա, իրենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ են, այնպես որ հնարավոր չի։ Բայց բնականաբար կան ինչ-որ հենց որ թուլանում ես, կարող եմ ասես անգամ նախադասության միջոցով կամ մի պարբերություն այն ներսիդ, չգիտեմ, հին ոճը գա առաջ եւ քեզ շատ ընթերցած մարդը արդեն կասի, այս ինքն է գրել։ Իսկ պարոն Սավելյան, լինելով գրող եւ ինչպես նշեցի աստվածաբան, այս առումով այս երկու մասնագիտությունները իրար լրացնում են թե հակասում են։ Եվ կան աստվածաբանական գաղափարներ, որ շատ հաճախ գրում եք ձեր գրականությամբ։ Աստվածաբանական գաղափարներ չկան, միանշանակ օգնել է ինձ սկզբնական շրջանում, որովհետեւ ես փորձել եմ առասարակին չէ, գրականության, նաեւ աստվածաբանության, որքան մեջը Աստված բառն դրած, ինչքան էլ Աստծուն են ուսումնասիրում, բայց կենտրոնում մարդն է, այսինքն այնպես ինչպես մարդը անցալում է աշխարհը, մարդը անցալում է Աստծուն կամ կրոնը կամ հավատին է անդրադառնում։ Սկզբնական շրջանում իմ պատմվածքներում առավել եւս շեշտված էր դա, փորձում է ինչ-որ բաներ փոխանցել մարդկանց կամ սյուժետային կառույցներում, օրինակ ես ունեմ Խավարման գիշերը, այդպես պատմվածք, որտեղ օրինակ հոգևորական էր հերոսը կամ չգիտեմ հայելապատում վեպում եւ երբ իմ հերոսը Հայաստանից դուրս արդեն Նիդերլանդներում ապրում է ճամբարում, այնտեղ ինքը շրջապատված է լինում մուսուլմաններով եւ որոշակի տարբերություններ, այսինքն այն ինչ որ սովորական ոչ կրոնագետ գրողը պետք է ուսումնասիրի, որպեսզի անդրադառնա այդ հարցին, ես գիտեմ ինձ համար ավելի հեշտ է, հա, այդ հարցերին անդրադառնալ, բայց իմ ստեղծած գրականությունը կրոնական գրականություն չի, միայն անդրադարձել եմ այնքանով, ավելի խիտ անդրադարձել եմ երևի իմ բանաստեղծությունների մեջ, որտեղ մոտիվն եմ վերցրել, մի 3-4 բանաստեղծություն կա, այսինքն ինտերտեքստուալությունը կարող է լինի կամ զուգորդումը կարող է լինի, հա, օրինակ բանաստեղծությունն է, որ սկսում է ժողովողի առաջին տողերով, հենց այդպես էլ ասում ունայնությանց ամեն ինչ ունայն է այս աշխարհում։ Իսկ ես քեզ ասում եմ, աշխարհը դատարկ ու փուչ է առանց քեզ, ենթադրենք, այսինքն պարզա, որ ինչ որ ձևով իմ ուսումնասիրածը կամ իմ իմացածը ինչ որ ձևով դրսևորվում է, բայց այդպիսի թեմաներով կարող են գրել սովորական գրողներն էլ, այնպես որ դա առավելություն չի։ Դուք բացի գրող լինելուց նաև թարգմանություններ եք անում, ինչ գրքեր ունեք թարգմանած, ինչի մասին է եւ ինչպես եք ընտրել այն գրողներին, որոնք ցանկանում եք թարգմանել։ Իմ առաջին գիրքը, որ ես թարգմանեցի, այսինքն գրքեր ունեմ, բայց անհատական պատվերներ են եղել միշտ թարգմանել եմ, իսկ հրատարակված գիրք որպես ես կարևորել եմ թեմատիկան իմ թարգմանությունների, ռուսերենից թարգմանել եմ ես մեր մեծանուն բարերար, հա, եւ նաեւ ժամանակի հարուստ մարդկանցից մեկի մասին պատմող Միքայել Արամյանցի մասին պատմող Արամյանց վեպը եւ դրան զուգորդված կարելի ասել նրա ընկեր Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող վեպը, որը գիտեք իր ժամանակին ռուսական կայսրությունում 13-րդ ամենահարուստ մարդն էր, բայց նաև, չգիտեմ, բազմաթիվ Կոմիտասին, օրինակ Կոմիտասին եւ շատ երիտասարդների հովանավորում, որ սովորեն Բաքվի նավթահանքերի ամենամեծ, հա, եւ Բաքու, չեմ հիշում, որտեղ Սևծովի Բաթումի, հա, այդպես առաջին նավթամուղի կառուցողներ եւ այլն, այսինքն թեման ինձ հետաքրքիր էր եւ ինքը ոչ միայն որպես թարգմանություն էր գեղարվեստական, քանի որ իրեն գեղարվեստական ստեղծագործություններ են, բայց նաեւ ուսումնասիրման աշխատանքներ կային, այդ ծանոթագրությունները տալու եւ այլն։ Ես միշտ ուզել էի ավելի խորությամբ իմանալ իրենց մասին, առավել եւս Արամյանցի մասին, որովհետեւ չգիտես ինչի ինքը մեր այդպես լայն շրջանակներում այդքան էլ չեն ճանաչում նրան։ Եվ այտենց առաջարկը երբ եղավ, ես համաձայնեցի եւ բան արեցի։ Ավելի շատ ես գրքեր եմ կազմում նաեւ, բայց նաեւ թարգմանել եմ զուգորդմամբ իհարկե անգլերենից Անդերսենի հեքիաթների ժողովածը, որը նորից լույս է տեսել եւ ներառել եմ այն հեքիաթները, որոնց մեծ մասը առաջին անգամ է թարգմանված, բայց նաեւ
շատ հեքիաթներ կային, որոնք տեսնում ես, երբ որ ռուսերենից էին թարգմանված, այսինքն էլի միջնորդավորված լեզվից, շատ տեղերում սխալներ կային, այսպես ասեմ, ոչ թե բովանդակային, այլ դետալային սխալներ կային։ Դրա համար ես միշտ առավել կարևորում եմ, երբ որ թարգմանությունը բնագրային է լինում։ Ինչու՞։ Շատ մի պարզ պատճառ կա, երբ միջնորդ լեզվից են թարգմանում, օրինակ սովետական շրջանում գրքերը միջնորդ լեզվից էին մեծ մասամբ, ռուսերենից էին թարգմանում։ Կարդում ես, ասում ես, հետո մի հատ խմբագրման փուլ է բնականաբար անցնում, շատ գեղեցիկ հայերեն է։ Սյուժեն բան դնում ենք մի կողմ, ասում ես, այն ժամանակ գրքերը ավելի լավ էին թարգմանում։ Բայց կա մի շատ պարզ ճշմարտություն, չեն կարող 6 տարբեր գրողների ստեղծագործություններ հայերեն հնչեն նույն կերպ կամ հայերեն թարգմանվեն նույն կերպ, որովհետև օրինակ անգլերենի վրա օրինակը բերենք, ժամանակակից անգլերենով գրված ստեղծագործությունը, անգամ անգլերենը նույնը չի, ինչ որ Օսկար Ուայլդի ժամանակվա անգլերենը, դասական ավելի անգլերենը, հա։ Եվ երբ որ անգլերենից թարգմանում են, չեն կարող Օսկար Ուայլդի եւ ժամանակակից X անգլերենով գրողի թարգմանությունները հայերեն նույն ձև լինեն։ Շատ դեպքերում այդ թարգմանությունների միջոցով, որ շատ պարզ տեքստեր են օրինակ, կարող է շատ ավելի այտենց վեհացնեն գրողին, այսինքն շատ ավելի արժեք հաղորդեն, քան կա։ Կամ նույն ոճը, հա, երբ որ թարգմանում են, պետք է տարբեր գրողների ոճը լավ թարգմանիչը կարողանա պահի։ Ինչու՞, որովհետև դրանով դու կտարբերես սիրում ես այս գրողին իր ոճի համար, թե չես սիրում։ Որովհետև գիրքը միայն սյուժեն չի, այսօր շատերը զուտ այդ էքշենի համար են կարդում, դրա համար են կարճ գրքեր սիրում, ասես եղավ բան, պես մենք բացահայտեցինք, չգիտեմ դեպքը կամ չգիտեմ վերջ մահացավ էս մեկը, վերջ էս մեկը փրկվեց կամ չգիտեմ ինչ է, բայց գիրքը դա չի։ Ժողովուրդ ջան, գիրքը լեզուն է նաև, եւ առաջին հերթին լեզուն է։ Եվ հայերեն գիրքը եւ թարգմանական գիրքը։ Կարող եք լավ ընթերցողը կամ հետաքրքրվող ընթերցողը կարող է գնալ գրադարան, վերցնել օրինակ X հեղինակի թարգմանած հեղինակից թարգմանված եւ հին ստեղծագործություն, հին թարգմանություն եւ նոր թարգմանություն եւ համեմատել։ Ինքը շատ հաճախ նոր թարգմանությունը վերցնում ասում է, բայց առաջվա թարգմանությունը ավելի լավն էր։ Առաջվա թարգմանությունը ուղղակի շատ տենց հարթ, գեղեցիկ հայերեն գրած էր, բայց այդտեղ հեղինակի ոճը մահացած էր։ Իսկ ստեղ է, որ արդեն հեղինակի ոճն են փորձել պահել։ Շատ դեպքերում կարող ասես, այս ինչ ձև է գրել այս գրողը։ Ընդհանրեն այդ է տարբերությունը։ Իսկ ձեր կարծիքով հիմա ժամանակակից թարգմանիչները, երբ որ թարգմանում են, ինչն է ամենակարևորը, որպեսզի կարողանան եւ պահել գրողի այդ գրչական ձեռագիրը եւ նրա գրական կախարդանքը եւ նաեւ ճիշտ հասցնեն հասցեատիրոջը։ Շատերին օրինակ թվում է, երբ որ իրենք գիտեն լավ անգլերեն, իրենք կարող են անգլերենից լավ գիրք թարգմանել։ Բայց թարգմանիչը պետքա հայերեն թարգմանիչը առաջին հերթին շատ լավ գերազանց հայերեն պետք է իմանա։ Եթե դու չիմացար հայերեն, դու չես կարողանալու հայերեն ճիշտ թարգմանել։ Այսինքն լեզվակիր պետք է լինես նաև այդ լեզվի, շատ կարդացած պետք է լինես, տեքստը պետք է չբացես մի անգամից առաջին էջից սկսես թարգմանել նախադասություն առ նախադասություն, այլ պետք է գրողին ուսումնասիրես, այդ ոճը ուսումնասիրես, ինչ ոճով է ինքը գրում, նոր դրանից հետո անցնես աշխատանքին։ Իհարկե, այս թարգմանությունների մեծ ծավալի մեջ անհնար է, որ բոլոր թարգմանությունները լինեն իդեալական կամ հրաշալի, հա, բայց ժամանակի ընթացքում դա էլ տեղը կընկնի, որովհետև երբ թարգմանիչների հետ լավ խմբագիրներ են աշխատում, այդ դեպքում թարգմանիչները իրենք սկսում են իրենց վրա աշխատել եւ արդեն հերթական ստեղծագործությունը թարգմանված շատ ավելի լավն է լինում որակով։ Իսկ բոլոր տեղերում պետքա մասնագետները իրենց վրա կարողանան աշխատել, բայց ասում եմ, պետք է շատ լավ հայերեն իմանաս, ոչ միայն շատ լավ ֆրանսերեն, շատ լավ անգլերեն կամ չգիտեմ իսպաներեն, որովհետեւ անգամ արտահայտություններ կան, շատ դեպքերում շատ ծիծաղելի են թարգմանվում, բայց դրա համարժեքը կա հայերենում, հա,
բայց մարդիկ չգիտեն, ինչու, որովհետև լեզուն չգիտեն, որովհետև գրականությունը չգիտեն եւ ծիծաղելի վիճակում են հայտնվում։ Իսկ ձեր գրական գործունեությունում ինչ նոր անելիքներ ունեք, ինչ է սպասվում ընթերցողին, թարգմանություններ, նոր գրքեր, այս տարի ինչ կսպասեն։ Վերջին նորությունս երևի այն էր, որ իմ գրքերից մեկը արաբերեն էր թարգմանվել, հիմա բանակցություններ են գնում հնդկերենով թարգմանելու, ես էլ կատակով ասում եմ, հենց որ թարգմանվեց Երևանում շնորհանդես կանենք։ Չեմ շտապում եւ ժամանակի առումով, քանի որ քիչ է ժամանակս, բայց հաջորդ գիրքս ասեցի, չգիտեմ երբ որ լինի, կլինի ավելի շատ ուղեգրություններ, հավանաբար պատմվածքի ժանրում կլինի, չնայած մարդիկ ավելի շատ սիրում են վեպեր։ Մնացածը հիմա ավելի շատ թարգմանական եւ խմբագրական աշխատանքների վրա եմ կենտրոնացած եւ լավ է եւ վատ, որովհետեւ լավ են առումով, որ հետաքրքիր է, բայց վատ են առումով, որ ստեղծագործելու ժամանակ քիչ է լինում, բայց այտենց պահիտակ բաներ լինում են, գրում ենք, բայց դա բավական չի գիրք հրատարակելու համար։ Բայց երկար չեմ սպասեցնի, չգիտեմ, մյուս տարվա մեջ կլինի ինչ-որ բան։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրով, ես էլ ուրախ եմ գտնվելու ձեր տաղավարում, ձեր հեռուստադիտողների հետ կիսվելու ինչ-որ նրբություններով, հուսով եմ այն մարդիկ, ովքեր հաղորդումը որ գոնե նայել են, կգնան եւ կմտածեն գոնե ինչ-որ մի գիրք կարդալու մասին։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք գրող, արձակագիր, աստվածաբան, Edit Print հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շարունակում ենք հաղորդումը, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Եթե զգում եք, հոգնել եք եւ այլևս եռանդ չունեք, սուրճի փոխարեն փորձեք նարնջի հյութ խմել։ Մասնագետները ասում են, որ այն նույնպես բարելավում է կենտրոնանալու, արագ արձագանքելու ունակությունը եւ օրգանիզմին եռանդ հաղորդում։ Այս էֆեկտը կապված է ֆլավոնոիդների օգտակար նյութերի հետ, ինչը կարող է բարելավել ուղեղի արյան շրջանառությունը։ Դրանով իսկ նպաստել ուղեղի բջիջների միջև տվյալների արագ փոխանցմանը։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս առավոտյան ուտել ֆլավոնոիդներով հարուստ մթերքներ կամ խմել դրանից պատրաստված հյութերը։ Իսկ ինչպես խոստացել էի, այսօր Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է, մենք ունենք պատրաստված տեսանյութ նրա կյանքի եւ գործունեության մասին, հիմա առաջարկում եմ դիտենք այն։ Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտա դի Կաստելո գավառական քաղաքում։ Նա վաղ տարիքից աչքի է ընկեր ոչ միայն իր շլացուցիչ արտաքինով, այլև հստակ նպատակներով։ Երազում էր դառնալ իրավաբան, սակայն ճակատագիրը այլ ուղի էր պատրաստել նրա համար։ 16 տարեկանում ուսման վարձը վճարելու համար սկսում է աշխատել որպես մոդել, բայց շուտով մոդելային աշխարհը ամբողջությամբ գրավում է նրան։ 1988 թվականին տեղափոխվում է Միլան եւ պայմանագիր ստորագրում հայտնի մոդելային ընկերության հետ եւ մի քանի տարի անց դառնում միջազգային աստղ, նկարահանվելով բազմաթիվ միջազգային նորաձևության ամսագրերի շապիկներին։ Մոդելային հաջողություններից հետո Մոնիկան քայլ կատարեց դեպի կինոաշխարհ, սկզբում հանդես գալով էպիզոդիկ դերերում, սակայն 1992 թվականը ճակատագրական եղավ դերասանուհու համար։ Այդ թվականին նա նկարահանվեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի Դրակուլա ֆիլմում եւ գերեց միջազգային հանդիսատեսի ուշադրությունը։ Դրանից հետո 1966 թվականին նկարահանվեց Բնակարանը ֆիլմում, որում արմնավորում էր Լուիզայի կերպարը։ Այդ դերի համար Բելուչին ստացավ Սեզար մրցանակ եւ հենց այս ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ իր ապագա ամուսնու Վենսան Կասելինի հետ։ Իսկ 2000 թվականին թողարկված Մալենա ֆիլմում Մոնիկան բացահայտեց իր խաղի ամբողջ ուժն ու խորը էմոցիաները։ Նրա կերպարը որպես անչափ գեղեցիկ, բայց միայնակ կին պատերազմի տարիներին մտավ ժամանակակից կինոյի պատմության մեջ։ Մոնիկա Բելուչին երբեք չի սահմանափակվել միայն իտալական կինեմատոգրաֆիայով։ Նա նկարահանվել է նաև ֆրանսիական, ամերիկյան եւ նույնիսկ եգիպտական ոճի ֆիլմերում։ Բացի կինոյից Բելուչին դարձել է նաև մի շարք կոսմետիկ ապրանքանիշների դեմք, լինելով կանացի դեմքի եւ շքեղության խորհրդանիշ։ Մոնիկա Բելուչին անկրկնելի կերպով համադրում է գեղեցկությունը, դերասանական վարպետությունը եւ մշակութային բազմազանությունը։
Սիրելիները, շնորհակալ եմ այս 1 ժամը մեզ հետ անցկացնելու համար, ձեզ մաղթում եմ հաճելի եւ ուրախ օրվա շարունակություն, իսկ մենք կհանդիպենք վաղը, հաջողություն։